Հիշեցնեմ ձեզ, որ մեկ տարի առաջ մայիս ամսին մեր տան սպասարկող մեքենայի, որը սպասարկում են երեխաներին, հրկիզեցին հենց տան դիմաց։ Ես դա որակավորեցի որպես քաղաքական հաշվեհարդար մի քանի թուրն բռնվածների կողմից, որոնք չկարողացան դեմ արդեն իրենց հուզող հարցերի համար պատասխան ստանան, եւ միանշանակ դա քաղաքական հաշվեհարդար էր։ Ասեցին, որ գործը բացվել է, ինչ որ այդ հրկիզողին գտել են, հրկիզողին մի քանի օր հետո տուն թողեցին, բայց ես ձեզ ասեմ, որ մի քանի օրից կամ մոտակա ժամանակները կլսենք մի հետաքրքիր բացահայտում, կամ իրենք կանեն այդ բացահայտումը, կամ արդեն ես կսկսեմ խոսել, թե ովքեր են կանգնած այդ երեխաների հետևում, որոնք որ երեխաներ են եղել հրկիզողները, եւ վերջում պարզ կդառնա հենց այդ օրը, որ այդ ամեն ինչը քաղաքական հետապնդում էր ու կանգնած էին որոշ նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք որ այսպես ասած նախկին ասելով մի քանի տարվա ԿՊ-ի կողմից զբաղեցրել են պաշտոններ, շատ չմանրամասնեմ, չբացահայտեմ, իրավապահ մարմինները սկսեն արդեն խոսել, ինձ տեղեկություն է հասել, որ մի քանի օրից դատի օր է նշանակել եւ այնտեղ շատ հետաքրքիր բացահայտումներ են լինելու։ Այսինքն խոսել եք հրկիզողների անչափահաս է։ Անչափահասը ուզում եմ ասեմ 20 տարեկան, մինչև 20 տարեկան երկու երեխաներ են եղել, երկուսն են եղել։ Խոսել եք իրենց հետ։ Ոչ, Շենգավիթ վարչական շրջանից չեն, ուրիշ վարչական շրջանից են։ Ես իրենց հետ չեմ խոսել, բայց իրենց շատ հարազատներ ու բարեկամներ իմ հետ դուրս են եկել կապի ու շատ հետաքրքիր բացահայտումներ են արել։ Որը ժամանակ հետո իրավապահ մարմինները դրա մասին խոսելու են։ Իրենց հարազատներն են, որ մեր երեխաները կապ չեն ունեցել, ինչ դրդապատճառներով են, այդ ամեն ինչը նյութերում կա։ Այսինքն ըստ տրամաբանության գումար է տրվել։ Ըստ տրամաբանության այդ մարդիկ ոչ ինչ ճանաչում են, ոչ իմ հետ խնդիրներ են ունեցել, բայց այդ մարդիկ դրդապատճառներով ինչ մարդկանց այդ քայլը արել են։ Իսկ երբ անուններ կասեք։ Անունները իրավապահները դատական process-ը հիմա կգնա արդեն, համ իրավապահները կսկսեն խոսել, համ ես։ Պարոն Ստեփանյան, այսինքն այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ հրկիզման ետևում, դրդել են այդ երեխաներին այդ հանցագործությունը կատարել, կարգավիճակ ունեն քրեակամարիթով։ Եկեք չբացահայտեմ, իրենք ասացին, որ իրենք կսկսեն խոսել, էլի։ Հիմա մի քանի օր հետո արդեն առաջի դատական օրն է լինելու, դատական նիստի օրն է լինելու, լիքը բան արդեն պարզա լինելու, այդ վարույթներին ես էլ եմ տիրապետում այդ գործերին, որովհետև դա օրենքով է, ես չսկսեմ թող իրենք խոսել, հետո լիքը բան։ Տնային կալանքի տակ են։ Չէ, տուն են թողել։ Այսինքն ինձ հետ առերեսում եք ունեցել։ Ոչ, ես նյութերին ծանոթ եմ ուղղակի։ Ուղղակի որ ասում եք մեր վարչական շրջանից չեն ուրիշ տեղից։ Դե արդեն նյութերով պարզ է որտեղից են, որ վարչական շրջանից են, որ բակից են, ովքեր են, բոլորը պարզ է։ Ճանաչեք դրա համար։ Ես դեմքով իրենց չեմ ճանաչում։ Երբևիցե չեմ էլ չէ, ես դեմքով գիտեմ ովքեր են, բայց ես երբևիցե իրենց հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, ուղղակի մեկ ֆրազայով փակենք այս թեման, պա ֆրանցուսկի իրենց կբարվենք։